Սիրելիներս, ես նորից տեսագրություն եմ անում, վիդեո եմ անում, իմ պատշգամբում, գիտեմ, որ աղմուկ է դրսից, բայց չգիտեմ ինչու երկրորդ անգամ արդեն գալիս եմ այստեղ խոսք ասելու, խոսք փոխանցելու ձեզ, իմ սիրելիներ, Հիսուսի զավակներ, որ փորձում եք Հիսուս Քրիստոսի մասին պատմել, Աստծո արքայության մասին, փրկության մասին պատմել եւ ուզում եմ մենք ճիշտ հասկանանք, մենք գիտակցենք ով ենք մենք Հիսուսի մեջ եւ Հիսուսով ով ենք մենք։ Հիմա եթե դու դառնում ես Աստծո զավակը, դու դառնում ես նաեւ Աստծո ծառան, դու դառնում ես նաեւ Աստծո զինվորը։ Ինչու զինվորը, որովհետեւ քրիստոնյայի կյանքը, իրական քրիստոնյայի կյանքը դա պայքար է, որովհետև դու հայտնվում ես Աստծո մեջ, Աստծո ճշմարտության մեջ, Աստծո լույսի մեջ եւ հայտնվում ես պայքարի մեջ եւ խավարը չարը մարտնչելու է, պայքարելու է քո դեմ, բայց դու ոչ միայն քո համար ես պայքարելու, այլ պայքարելու ես, որ Աստծո մյուս զավակներն էլ գան Աստծո մեջ, գան նրա լույսի մեջ, գան դեպի Աստված եւ ընդունեն իրենց փրկությունը, հավիտենական կյանքը։ Քո կյանքում արդեն պայքար է ստեղծվում։ Ինքն իրեն է լինում, որովհետև դառնալ Հիսուսինը, սիրել Հիսուսին եւ չխոսել նրա մասին, չխոսել նրա ճշմարտության մասին, չպայքարել, դա իրական չէ։ Եթե դու սիրեցիր Հիսուսին, դու չես կարողանա լռել։ Եթե դու սիրեցիր Հիսուսին, ուրեմն Հիսուսի սերը դու արդեն զգացել ես։ Հիսուսը քեզ սիրել է, դու նրա սերը զգացել ես, լցվել է նրա սերը քո մեջ եւ այդ սերը դուրս է գալու դեպի աշխարհ, տարածվելու է, որովհետև սկզբում մեզ սիրում է Հիսուսը եւ նրա սիրով լցված մենք ենք սիրում նրան, դա իմ հետ այդպես է եղել։ Երբ Հիսուսը եկավ իմ կյանք եւ ես նրա անսահման սերը զգացի, այդ սիրով ես լցվեցի նրա հանդեպ, այդ սերը առաջացավ նրա սիրուց, իմ սերը Հիսուսի հանդեպ առաջացավ Հիսուսի սիրուց։ Եվ դրանից հետո դու արդեն չես կարող ուղղակի ոչինչ չանել։ Եվ դու սկսում ես պայքարել եւ ուզում ես, որ Հիսուսի մյուս զավակներն էլ գտնեն, ճանաչեն Հիսուսին։ Հիսուսն է մեզ գտնում, ճիշտ է, բայց մյուս զավակներն էլ գնան դեպի Աստված եւ ընդունեն իրենց փրկությունը։ Դա պայքար է, չի լինի, որ դու ոչինչ չանես, այդպես չի լինում, եթե դու հանդիպեցիր Հիսուս Քրիստոսին, եթե դու ճանաչեցիր նրան, դու փոխվում ես, բոլորովին ուրիշ մարդ ես դառնում եւ սկսվում է պայքարը, դու հայտնվում ես այդ պայքարի մեջ։ Հիմա, երբ մենք ուզում ենք անապաշխար մարդկանց օգնել, որ իրենք դարձի գան, թեքվեն, նայեն Աստծո կողմը, գոնե թեքվեն, սկզբի համար թեքվեն Աստծո կողմը, փորձեն գոնե մտածել Աստծո մասին կամ լսել մեզանից ինչ-որ մի բան եւ նրանք մեզ չեն ընդունում մեր ասածը, մեզանից շատերը վհատվում են, հույսները կորցնում են, նեղվում են, հիասթափվում են եւ էլ չեն խոսում։ Կամ մեզանից շատերը կամ ոմանք էլ այսպես կարծես ավելի խիստ պայքարի դիրք են ընդունում, որ ես պիտի շարունակեմ, իմ այս հարազատը պիտի դառնա քրիստոնյա։ Ուրեմն ոչ նա է ճիշտ դիրք, ոչ սա։ Մենք ինչ որ անում ենք, պիտի անենք սիրով։ Ասեմ ինչու։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը ինչ որ անում է, սիրով է անում։ Երբ մենք մոլորված էինք ու շատ մեղավոր, երբ նա մեզ գտավ, նա մեզ չկշտամբեց։ Երբ ես տեսա Հիսուսի լույսը, ապաշխարեցի, երբ ես հիշում եմ իմ խոսքերը, որ երբեք չեմ մոռանա, ես զգացի Հիսուսի սերը, ես նրան ասացի, այս ինչպիսի անսահման սեր ես դու քո սիրո, այս սիրո առաջ ես անզոր եմ։ Ես այդ խոսքերս երբեք չեմ մոռանա։ Այսինքն Հիսուսը ամեն ինչ անում է սիրով, Հիսուսը հաղթել է սիրով։ Եվ մեր հաղթանակը հենց էլի սիրո մեջ է։ Եթե Հիսուսը մեզ գտավ սիրով, չկշտամբեց, չմեղադրեց, նա ինձ ոչ մի բառ չի ասել,
չի ասել ինչու արեցիր։ Նա ինձ ուղղակի ցույց տվեց ինչեր եմ ես արել։ Եվ նրա ներկայությունից, նրա Սուրբ Հոգու ուղղորդմամբ ես ապաշխարեցի, որ չգիտեի թե դա ինչ է եւ ինչպես է արվում։ Ամեն ինչ ինքն իրեն էր լինում։ Եվ երբ մենք խոսում ենք մոլորվածների հետ, մենք նրանցից մեկն ենք եղել, հետո ինչ որ հիմա ճանաչում ենք Աստծուն, հետո ինչ որ հիմա Հիսուսի զինվորն ենք։ Եթե ճիշտ զինվոր չենք, ոնց պիտի պտուղներ տանք։ Եթե ճիշտ զինվոր չենք, ճիշտ չենք պայքարում, ուրեմն շատ բանի չենք հասնի։ Մեր ամենամեծ զենքը մեր ճշմարտությունն է, որ մենք ունենք, գիտենք, որ Հիսուսն է եւ նրա սերը, որ տվել է մեզ, այդ սերը մեր մեջ է։ Իսկ սերը հաղթել է չարին։ Եվ օգտագործենք սերը, սիրելու կարողությունը, եթե չեք կարողանում, ուղղակի հիշեք Հիսուսը ձեզ ինչպես սիրելով գտավ եւ սիրելով ներեց։ Եթե Հիսուսը ինձ չի կշտամբել, ես ոնց կշտամբեմ։ Հիսուսը, որ իմ մեղքերի համար ինձ երեսով չի տվել, չի կշտամբել, չի մեղադրել, ես ոնց ինչ որ մեկին կշտամբելով մտածեմ, մոտենամ, ասեմ, չի ընդունում, չի լսում ինձ եւ այլն, ոնց։ Կամ մի բան էլ կա, որ երբ որ մարդիկ մտածում են, որ ես պիտի հասնեմ նրան, որ իմ հարազատը ապաշխարի։ Տեսեք, դա շատ սխալ է, ինչու, որովհետև կարծես թե դու հույսդ քո վրա ես դնում։ Բայց չէ՞ որ մենք չպիտի մարդու վրա հույս դնենք, Աստծո վրա պիտի լինի մեր հույսը։ Միթե մենք չգիտենք, որ մենք չենք անող, այլ Սուրբ Հոգին։ Երբ որ դու խոսում ես ինչ-որ մեկի հետ, ու նա չի ընդունում, դու նեղվում ես, նեղանում ես, ասում ես չեն ընդունում, չեն հավատում, չեն լսում։ Քեզանից հասնում է խոսես, ինչքան կարող ես, թեկուզ մի բառ։ Եվ պետք չէ, որ մենք ճնշում գործադրենք, եւ պետք չէ, որ մենք ստիպենք, եւ պետք չէ, որ մենք այսպես պայքարը շատ կոշտ ձևով տանենք։ Ամեն ինչ Սուրբ Հոգին է անում, դու չես անում, ես չեմ անում։ Եթե Սուրբ Հոգին ինձանից հեռանա ու ես նույն խոսքերը ասեմ, ոչ մեկ էլ չի ապաշխարի։ Ոչ մեկի սրտին չի կպնի, որովհետև Սուրբ Հոգին է անում, ես չեմ, դու չես։ Դրա համար, երբ որ դուք խոսում եք, մենք պիտի հասկանանք, մեզանից հասնում էր անել այսքանը, ինչքան որ այդ պահին Սուրբ Հոգին մեզ առաջնորդեց։ Ոչ նեղացեք, ոչ կշտամբեք։ Հակառակը մենք պիտի կարեկցանքով լցվենք եւ կոշտ կերպով չանենք, այլ սիրով։ Փորձենք, որ նրանց սրտերը փափկեն, բայց հույսը մեր վրա չդնենք։ Սուրբ Հոգին է անելու, Աստված է անելու։ Ինչ կարող ենք, ինչ մեզ տրվում է, ինչպես որ ուղղորդում է Սուրբ Հոգին, ուղղակի արեք։ Եթե դու նեղանում ես, որ քեզ չեն լսում, դու ինչով ես նրանցից տարբերվում։ Նրանք էլ են նեղանում ինչ որ բանից։ Հիսուսը նեղանում է։ Չէ, Հիսուսը դժգոհում է, չէ, Հիսուսը կշտամբում է, չէ, Հիսուսը ուղղակի իր սերն է տալիս ու մենք փոխվում ենք։ Հիսուսը իր սերը տալիս է մեզ ու մենք փոխվում ենք, մեր սրտերը կարծրությունից փափկում են, որովհետև Հիսուսի սերն է գալիս մեր մեջ։ Այդ նշանակում է, որ մենք նույնը պիտի անենք սիրով մյուսների հանդեպ։ Դու խնդրիր, որ Տեր Հիսուս Քրիստոսը քեզ ուղղորդի այնպես, ինչպես ինքն է ուզում, որ դու խոսես այնպես, ինչպես ինքն է ուզում, բայց միևնույն է, սիրով պիտի խոսենք։ Նրանց փոխանցենք, որ Հիսուսը իրենց սիրում է։ Մի նեղվեք, մի վհատվեք, մի թուլացեք, մի ընկճվեք, մի ասեք մեկա ձեռ են առնելու, մեկա ծաղրելու են, մեկա չեն ընդունելու,